Փառք Տիրոջը։ Շնորհակալ եմ Աստծուց, որ իրավունք ունեմ իր առաջ կանգնելու ու իր ժողովրդի առաջ ուղղակի պատիվ է իմ համար ձեր հետ Աստծո խոսքը կիսելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Գիտեք, Սուրբ Գիրքը այսօր խոսալու եմ հավատքի մասին։ Ամեն անգամ խոսացվել է այդ մասին, բայց այսօր ուզում եմ ինձ թվում է մի բան կասեմ ես քեզ։ Երկրորդ Տիմոթեոս 4:7-ում ասում է հավատքս պահեցի, հա? Բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքը պահեցի։ Ստե հիմնական խոսալու եմ հավատքս պահեցի։ Այսինքն հնարավոր է, որ հավատքդ չպահես։ Ու ես սիրում եմ Աստծո խոսքի հետ խոսամ։ Խոսքի հավատքդ պահեցիր ումից։ Կամ հավատքդ պահեցիր որտեղ։ Հավատքդ ոնց պահեցիր։ Ես մենք մտածում ենք, որ հավատալու հատկությունը հերիք է մեզ, որ այդ հատկությունը ոչ մի անգամ քո կյանքից չի վերանալու։ Դու միշտ ունենալու ես հավատալու հատկություն։ Ես փորձեմ հավատքը նմանացնեմ ջրի, հեղուկի։ Ես հեղուկը որտեղ որ լցվում է, ինքը ընդունում է այդ ձևը։ Ընդունում է կետի։ Բաժակի մեջ լցնես, բաժակի ձևն է ընդունելու, ամանի մեջ լցնես, ամանի ձև, այսինքն կոլբայի մեջ լցնես, ինչ որտեղ որ դու ինչ անոթի մեջ որ լցնես, այդ հեղուկը ինքը ընդունելու է դրա ձևը։ Ես ուզում եմ հավատքը նմանացնեմ սրան, որտեղ Աստված շատ կարևոր տեղ է տվել հավատքին, որտեղ հավատքով է մարդը դառնում ով։ Հավատքով է մարդը ձևավորվում։ Հավատքով է, որ մարդը ինչ որ բաների է հասնում։ Հավատքով է, որ մարդը ինչ որ բաներից զրկվում է։ Դրա համար շատ կարևոր է, թե քո հավատքը որտեղ է դրված։ Ու այդ հավատքը քեզ դարձնում է հենց դրա նման։ Գիտես, կամ ստեղծես չէ՞, ես հավատացի, որ ուզում այս նուրբ կետա, որ շատերս ստեղ գնում ենք։ Մեզ թվում է, որ հավատանք թագավոր ենք։ Կա ճիշտ, Սուրբ Գիրքը ասում է ճշմարտությունը ոմանք սուտի հետ փոխեցին։ Այսինքն հիմքի մասն է խոսում։ Որտեղ է դրված քո հավատքը։ Կամ դրված է կեղծիքի վրա, կամ դրված է ճշմարտության վրա։ Ես փորձեմ մի փոքր էլ ասեմ այդ հեղուկի պահով։ Գիտես, հեղուկներ կան, որ ճիշտ տեղը չդնես, ինքը փչանում է։ Օրինակ, գոյություն տես մի հատ հեղուկ, անունը կիսլատա է, ով է կուրսի։ Եթե իրան ճիշտ տարայի մեջ չդնես, ճիշտ ամանի մեջ չդնես, ինքը ռեակցիայի մեջ է մտնում ու կարող է որտեղ որ ես աշխատում եի, տենց բան եղավ։ Ուրեմն այդ տարան որտեղ որ մեր մոտ կար քիմիական կոմբինատ, այնտեղ, այսինքն քիմիական ցեխ կար, էլի մեծ կոմբինատ չէր, ցեխ էր։ Այդտեղ ստանում էին կիսլատա։ Ու այդ տարան մեծ անոթ էր, ուտե մաքրել էին, բայց լրիվ չէին
դատարկե, իր մեջ մնացել էր մի քիչ ջուր։ Ու երբ որ պետք է ստանային, լցրեցին այդ անոթի մեջ, մի որոշ ժամանակից հետո գիտեք ինչ եղավ։ Ատե ինչքան մարդ կար, վնասվեց։ Իմ հորքուրի տղեն այդտեղ է մահացել։ Ուղղակի իրանից բան չէր մնացել։ Ես ուզում եմ ասեմ, եթե հավատքդ նույնպես ճիշտ տեղ չդնես, ես ոչ թե քո հավատալու հատկությունն է վերանում, այլ այն ազդեցությունը, որ կարող է ըլներ քո վրա։ Այսինքն, եթե կեղծ է, դու տուժում ես, եթե ճշմարտության վրա է քո հավատքը դրված, քեզ դարձնում է Աստծո ուզած անձնավորությունը, որտեղ քո հավատքն է քեզ կերտում, քեզ ձևավորում, դարձնում քեզ ով ես դու։ Մենք այսօր շատ մատերի արանքով ենք նայում մեր հավատքին, ու ամեն մի միտք, ամեն մի ցանկություն կամ այն որ մտներով ես անցել է, կամ ինչ-որ փորձառությունից ելնելով, կամ չգիտեմ ինչ, բացի Աստծո խոսքից ամեն ինչ, մենք կարող ենք վերցնենք ու անունը դնենք, որ Աստծո խոսք է, ու մենք դրան հավատանք, ու մեզ թվում է, որ սա կատարվելու է։ Սուրբ Գիրքը ասում է Աստված դեմ է դրան։ Ես չեմ դեմ։ Աստված ասում է ես կքանդեմ այդ հիմքերը։ Աստծո խոսքը ասում է ես դեմ եմ։ Սուրբ Գրքում տես մի հատ օրինակ կա, մի հատ պատմություն կա։ Ես ուզում եմ, որ այսօր քեզ մի հատ բան ասած ելնեմ, աղբերս, քուրս, որ դու հասկանաս քո հավատքը ինչքան կարևոր է, որ կոնկրետ Աստծո խոսքի վրա եղնի։ Եթե Աստծո խոսքի վրա չեղնի, քո հավատքը փչանում է։ Եմ մի կարդացինք, հա, պատերազմեցինք, հավատքս պահեցինք։ Այդ նշանակում է հավատքը չես պահել։ Դու հավատքը չես պաշտպանել։ Շատերը ավանդությունների, չգիտեմ ինչերի վրա են իրանց հավատքը դնում։ Այսօր իմ ոնց ասեմ, որ ես Աստծուց խոսք եմ առել քո համար, իմ համար, սա է միակ բանը, որ ուզում եմ քո սրտին հասցնեմ, որ ինչքան կարևոր բան է, որ քո հավատքը Աստծո խոսքի վրա լինի։ Սուրբ Գրքում մի հատ տենց տեղ կա, երկրորդ մնացորդաց 34 գլխի մեջ, հələ դրանից առաջ մի հատ պատմություն է ներկայացնում, որ թագավորը մեղ գործեց, հանցան գործեց ու Իսրայելը գնաց կռապաշտության մեջ, շատ ավերակներ եղավ Երուսաղեմում, Իսրայելի մեջ, Հուդայի մեջ, ու ամբողջ ժողովուրդը տառապում էր, որտեղ թշնամին հալածում էր, ոչ մի արդյունք չկար, ոչ մի օգնություն չկար, ու տառապանքի մեջ էր։ Այդ թագավորից հետո ելավ Ամոնը, Ամոնից հետո ելավ իր որդին, եւ իր որդին, երբ որ եղավ թագավոր, այդ գրածա 34 երկրորդ մնացորդ 4-ի 34-ի առաջի խոսքից էլ բացի, երկրորդ մնացորդաց Հովասյան, ուրեմն Ամոնի որդի Հովասյան իրանց հետո ելավ թագավոր, ու երբ որ եղավ 8 տարեկան էր ինքը գնաց իր հոր Դավիթի ճանապարհով, սկսեց քանդել այդ կռատուները, այդ գլուխը ամբողջությամբ որ կարդաք, կտեսնեք մի հատ ինչ սարսափելի վիճակի մեջ էր Իսրայելը։ Ինչ տառապանքների ու տանջանքների մեջ էր Իսրայելը։
ու ես 8 տարեկան երեխան որոշում է Իսրայելի մեջ Դավիթի հետևից գնա։ Այսինքն քանդի կռա Եհովան է Աստված։ Բոլոր մնացած կուրքերը քանդում է, ես քանդում է, բայց չի հասկանում, արա իմ ժողովուրդը խի է սենց տանջվում։ Ու երբ որ ուղարկում է այնտեղ որ կարդա կանոններով չեմ հիշում, այնտեղ սենց է գրած, ասում է, երբ որ գնացին տաճարը վերանորոգելու, այդ գլխի մեջ ասում։ Կարան կարդանք, ուղղակի ժամանակի համար եմ ուզում սենց կարճ անենք։ Երբ որ գնացին տաճարը վերանորոգելու, այնտեղ մի հատ գիրք գտան։ Մովսեսի օրենքի գիրքը։ Ու երբ որ բերեցին թագավորին ներկայացրին, ասացին թագավոր, սենց գիրք ենք թե, ու երբ որ կարդացին, թագավորը ասում է պատռեց իր հանդերձները ու դառը լացեց։ Գիտեք ինչ հասկացավ։ Աստծո խոսքը կորել էր։ Իսրայելի երկրի մեջ Աստծո խոսքը կորել էր։ Ու այս մարդիկ չէին հասկանում, մենք ուզում ենք ամենալավ ձևով անենք։ Մեր հասկացած ամենալավ տարբերակներն են անում, ամենալավ մասնագետներն են աշխատում։ Մեր սիրտը լավ ցանկություններով լցված է, բայց երկիրը գնում էր կորուստի։ Մի պատճառով։ Այդ երկրի մեջ հավատքը դրված էր լավ մասնագետի, փորձառությունների, ցանկությունների, հասկացողությունների վրա։ Ու բոլորը լավ էին։ Բայց Աստծո խոսքը, այս թագավորը հասկացավ, որ իրանք հասեն այս վիճակի, մի պատճառ կա, որ Աստծո խոսքը կորել է իրանց կյանքից։ Որ իրանք ուրիշ են հավատքը դրել են շատ սուտ ու կեղծ բաների վրա։ Այս թագավորը երբ որ լսեց, կարդացին Աստծո խոսքը, ինքը դառը լացեց։ Կարող անենց բան տխուր պատմություն եմ պատմում, բայց այս թագավորի համար ուրախության օր էր այդ օրը։ Որտեվ այդքան տանջանքների մեջ, որ ինքը մտածում էր, խիա իմ երկիրը այս վիճակին, վերջապես ինքը հասկացել էր։ Որ Աստծո խոսքը, գիտես քո կյանքում շատ բաներ կարա կորի։ Ու ամեն կորուստ իր արժեքը ունի։ Չեմ ասում են աղբը, որ դու տանում ես թափում ես, դա կորուստ չի։ Դա ազատագրում է։ Կորուստենա, որ քո համար արժեք ունի։ Ու եթե դու 1000 ռուբլի, ուզում եմ ասեմ դրամ, 1000 ռուբլի ես կորցրել, հաստատ այդ կորուստը քո վրա ազդելու է 1000 ռուբլու չափով։ Այսինքն կորուստը ինչ արժեք ունի քո համար, այն ինչ որ դու կորցրել ես, այդքան էլ ազդելու է քո կյանքի վրա։ Գիտես, այդ կորուստը կարող է քո կյանքի ընթացքը փոխի։ Կարող եմ միտքս ասեմ։ Քո կյանքը ամբողջովին փոխի ուրիշ տեսակի դարձնի։ Այսօր պայքարի մեջ է Ռուսաստանը ու շատերը գալիս են ընդեղից արդեն շատ վատ վիճակի մեջ։ Այս մարդու կյանքը ամբողջովին փոխվել է։ Որտեվ ինքը բան է կորցրել այնտեղ։ Ու թողել է եկել է ու ինքը այն որ մտածում էր, երազում էր, որ կարա տենց լինի, էլ տենց չի կարա լինի։ Բայց քո հավատքը, երբ որ այդ հիմքդ կորցնում ես, նկատի ունեմ հենց Աստծո խոսքը, երբ որ քո հավատքը ճիշտ հիմքի վրա դրած չի, դա ոչ թե ինչ որ բան է կորուստ է քո համար, դա կյանքից զրկվել է։ Որտեվ դա անմիջապես կապ ունի քո կյանքի հետ։ Դա անմիջապես կապ ունի, թե
դու կլնես Աստծո ուզած մարդը, Աստծո հետ կմեկանաս, թե ուղղակի կգանք ստեղ կգնանք, ինչ որ բաներ կանենք, ինչ որ կզարմացնենք ոմանց, քո հավատքը ինչ հիմքի վրա է դրած։ Սուրբ Գիրքը ասում է ուրիշ հիմք չկա, հա։ Առաջի Կորինթացի 3:11 ասում է, որ Հիսուսն է այդ հիմքը ու դրանից զատ էլ ուրիշ հիմք չի կարա մեր համար լինի։ Ու մեր հավատքը հենց Աստծո խոսքի վրա է դրված։ Քուրս, աղբերս, ուզեմ նորից հավատացնեմ քեզ, որ ուրիշ բանի վրա դնես, ռեակցիա է առնելու, տրաքոց է առնելու, վնասը շատ է առնելու, որպեսզի դու քո հավատքը պահես ու դու դառնաս այն անձնավորությունը, որ Աստված է ուզում, որ դու դառնաս, հա, կամ ինչի համար, որ Տերը քեզի ստեղծել է, որ դու դառնաս այդ անձնավորությունը, դրա համար շատ կարևոր է, որ քո հավատքը հենված լինի Աստծո խոսքի վրա։ Շատ համարներ կարանք բերենք, օրինակ Նոյի օրերը հիշենք, գիտես Աստվածաշունչը որ թերթը թերթես, այս մասին է գրում, Աստվածաշունչը վերցրավ ու սենց թերթի, դու եթե շատ ուշադիր լինես, կտեսնես, որ հենց սրա մասին է ասում։ Նոյի օրերում ինչ արեցին։ Աստված Նոյին ասեց տապան սարքի։ Ես մի հատ օրինակ եմ ասում, ուղղակի, մի հատ տենց հիշեցի Նոյին։ Ասեց տապան սարքի ու Նոյը վերցրել է տապանասարքում, միտեղ որ ջուր չկա, ու ժողովուրդը զարմացել են, հայ մարդ, այս նավը։ Բայց Նոյը խոսք ուներ, ինքը հավատքի հիմք ուներ, ինքը գիտեր ինչ անում, ու մարդկանց էլ ասում էր, որ ձեր համար եմ սարքում, որ մտնեք։ Այս ժողովուրդը նայում էին փաստերին, նայում էին իրավիճակին, ամեն ինչ լրիվ ուրիշ բան էր ասում։ Ես իրանց տեսածն էր իրանց խափում, իրանց հասկացածն էր իրանց խափում, իրանց իմացածն էր իրանց խափում, իրանց ով ելնելն էր իրանց խափում։ Նոյ, այս ինչ ես անում։ Ուզում ես ասես, որ անձրև է գալու, կամ ծով առնելու ստե, ու այս նավը էլ գոնե իրար է գալու, հələ մենք էլ մտնելու ենք մեջը, որ փրկվենք։ Ես 100 տարի ծիծաղում էին իրա վրա, որովհետև իրանք ոնց հավատն է ազդում, նենց էլ անհավատությունն է ազդում։ Ու իրանք չհավատացին, ու կորուստը շատ մեծ եղավ, որովհետև իրանց հավատքի հիմքը ուրիշ էր, իրանց այդ ամեն փորձառությունները եւ ոմանց համար ինչ, որ կարա այսօր էլ մեր համար տենց լինի։ Մենք էլ շատ ժամանակ Աստծո խոսքը լսում ենք ու ինչ մեր հասկացությունները կամ մեր տեսածը կամ մեր իմացածը, մեր սովորացածը լրիվ հակառակ բան է խոսում։ Մի հատ բան եմ ասում քեզ, Աստծո խոսքը ոչ մի անգամ մարդու ցանկությունով չի տրվել։ Մարդու լոգիկային չի բռնում Աստծո խոսքին։ Ոչ մի տրամաբանություն չես կարա համադրես Աստծո խոսքի հետ։ Բայց Սուրբ Գիրքը ասում է, թող Աստծո խոսքը առատապես բնակվի քո մեջ, որտեվ դա շատ կարևոր է, որտեվ Աստծո խոսքից է կախված քո կյանքը։ Եթե Աստծո խոսքը չլինի քո հավատքի հիմքում, ես չեմ ուզում տենց լինի։
ես եմ հավատամ, որ Աստծո խոսքն առնելու քո հավատքի հիմքը։ Այսինքն մի բան, այն հիշեցինք այդ օրինակը, ջուրը, որ լցնում ես միտեղ, ինքը այդ ձևն է ընդունում։ Քո հավատքը որտեղ որ դնես, ես նորից եմ ուզում ասեմ, երկու բան կա՝ ճշմարտություն եւ սուտ։ Ստի վրա դրեցիր, փչանալու է։ Ոչ թե հավատալը տա կորելու, չէ, տենց քո հավատալը ոչ մի անգամ քո ձեռքից չի վերցնելու։ Կյանք տա փչանալու։ Ճշմարտության վրա կդնես։ Գիտես, մարդու խոսքը մարդու կարողություն ունի, մարդու հնարավորություն ունի ու մարդկային զորություն ունի այդ խոսքը, ազդեցությունը։ Աստծո խոսքը ունի Աստծո կարողությունը, Աստծո հնարավորությունը ու Աստծո ազդեցությունը։ Այ ինչքան դու հավատաս, որ դա Աստծո խոսքն է, Աստծո խոսքը հավատաս, որ Աստծո խոսքն է։ Կարում եմ միտքը ոչ թե ինչ ուզում առնի հավատաս Աստծո խոսքն է, չէ։ Երբ որ դու հավատացիր Աստծո խոսքը, որ իրականից դա Աստծո խոսք է, այդ ժամանակ աստվածային ազդեցություն կգա քո վրա։ Ուղղակի պետք է որ քո հավատքը ճիշտ տեղ դնես։ Եթե համաձայն ես, խնդրեմ ոտքի կանգնես, իրար հետ աղոթ կանենք։ Համարներ եմ գրել, չկարդացել։ Դա Փառք Տիրոջը։ Ես եմ աղոթենք ու ասենք Տեր, այն Հովասիայի նման, հա? Հովսիայի նման, երբ որ ինքը հասկացավ, որ Աստծո խոսքն է շատ կարևոր, որ իրանց հավատքի հիմքում ընկնի, հա, հովո եմ ես ասի քարոզիչ մեծ որ հայ հիշում, հա հովո եմ հիշում։ Օվսյան։ Ինքը վերջում կանչում է իր ազգին, հայա։ Իր ազգին կանչում է ապաշխարության, ուխտ է անում։ Ասում է ես սրանից հետո կլսեմ քեզ Տեր ու քո խոսքերը կպահեմ, որովհետև ես հասկացել եմ, թե իմ այն դժվարություններս կամ իմ ազգի տառապանքը որտեղից է գալիս։ Բերեք գանք աղոթքի, ասենք Տեր, ների մեր գնացած այդ ճանապարհների մեջ, երբ որ փորձությունն է մեր համար հիմքել է կամ ուրիշ հիմք ենք վերցրել մեր կյանքի համար։ Ժողովուրդ հեքիաթ չեմ պատմում։ Աստծո խոսքից եմ ասում։